Եվ ահա վեհապարի որոշումը եպիսկոպոսատ ժողովը հետաձգելու մասին ոչ թե թուլության նշան է, ոչ թե հանձնվելու նշան է, այլ ընդհակառակը իշխանության սադրանքին չտրվելու քաջություն է, իշխանության պլանները ձախողելու հաստատակամություն է։ Կրկնում եմ, եկեղեցին հավասարակշռված մոտեցումների, ինստիտուցիոնալ քայլերի, հանդարտության, պատմական ինքնագիտակցության շնորհիվ կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին իր հակասահմանադրական ձեռնարկների մեջ։ Հենց այս տրամաբանությամբ էլ վեհապարը որոշել է ուղղակի կոնֆրոնտացիայից, որը Նիկոլ Փաշինյանի երազանքն է, հեռու մնալ, այսինքն չտրվել իշխանության ամենապրիմիտիվ ու սապարկային սադրանքին։ Իհարկե, սա չի նշանակում, որ իշխանությունը հետ է կանգնելու իր ռեպրեսիվ քայլերից, բայց սա նշանակում է, որ իշխանության ծրագիրը վերախմբագրումների անհրաժեշտություն է ունենալու, որովհետև ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է վեհապարին բերել հակադրության դաշտ, վեհապարը պաշտպանվում է ավելի խոհեմ եւ հավասարակշիռ տարբերակներով, չտրվելով Փաշինյանի հետ ուղղակի հակադրության մեջ մտնելու գայթակղությանը։